Կորեայի անկախության սրահում կարող եք տեսնել Յուն Բոնգ Գիլի նամակը, որը նա գրել է իր որդիներին. Նվիրվեք ձեր երկրի անկախությանը, քանի դեռ շունչ ունեք ձեր մարմնում։ Քանի որ անկախության շարժման գործընթացը շատ նման է մեր ավետարանի գործընթացին, նամակը մեծապես հուզեց իմ սիրտը։ Ինչ է ասվում Դանիել 7-րդում։ Փոքրիկ եղջյուրը պատերազմ մղեց սրբերի դեմ հաղթեց նրանց։ Այսպիսով, մենք կորցրինք մեր հոգոր լեզուն։ Երկար ժամանակ մենք մոռացել էինք, որ շաբաթ օրը շաբաթ է։ Մոտ 1600 տարի մենք չէինք նշել զատիկը, մոռացել էինք, որ դա ճշմարտությունն է, որը պարունակում է Աստծո հատուկ շնորհը։ Քանի որ փոքրիկ եղջյուրը Սատանան, Աստծո դեմ խոսող թշնամին, հաղթեց, մենք կորցրել էինք հոգոր լեզվով խոսելու գրելու մեր ունակությունը։ Մենք կորցրել էինք երկնքի արքայության ողջ իմաստությունն ու գիտությունը։ Ահա թե ինչու մենք լուռ էինք մնացել մոտ 1600 տարի։ Այս պատճառով Աստված կրկին եկավ այս երկիր, վերականգնեց այն ուղին, որը Սատանան փոխել էր։ Եկեք նայենք Դանիելի գրքի 7-րդ գլխի 15-րդ համարին։ Ես, Դանիելս, ներքուստ հոգեպես անհանգստացա, իմ գլխի տեսիլքներն ինձ վրդովեցին։ Ես մոտեցա կանգնածներից մեկին, հարցրի այս բոլոր բաների իսկությունը։ Նա խոսեց այս բաների մեկնությունն իմացրեց ինձ։ Այս 4 մեծ գազանները 4 թագավորներ են, որ ելնելու են երկրից։ Իսկ թագավորությունը ստանալու են ամենաբարձրյալի սրբերը, տիրանալու են թագավորությանը Հավիտյանս Հավիտենից։ Հետո ուզեցի իմանալ 4-րդ գազանի իսկությունը, որ բոլորից տարբեր էր։ Խիստ ահեղ, երկաթե ատամներով, պղնձե եղունգներով, ուտում էր, փշրում էր, մնացածն իր ոտքերով տրորում էր։ Եվ նրա գլխի վրայի 10 եղջյուրների մասին, այն մյուսի մասին մյուս եղջյուրի, որը դուրս եկավ, որի առաջից 3-ն ընկան։ Այն եղջյուրը, որ աչքեր ուներ, մեծախոս բերան, նրա կերպարանքն ավելի մեծ էր մյուսներից։ Մինչ նայում էի, այն եղջյուրը պատերազմեց սրբերի հետ, հաղթեց նրանց, մինչ որ եկավ հինավուրցը։ Ո՞վ է հինավուրցը։ Նա Աստված է։ Քանի որ Աստված այլս չէր կարող դիմանալ նման բաներին, նա նորից եկավ։ Իրավունք տվեց ամենաբարձրյալի սրբերին, ժամանակը հասավ, որ սրբերը վերցնեն թագավորությունը։ Աստված թափեց իր զորությունը, ամեն ջանք գործադրեց, 3 ժամանակներում վերականգնելու այն 7 տոները, որոնք Սատանան խլել էր մեզանից։ Նա վերականգնեց զատիկը շաբաթ օրը։ Այսպիսով, Աստված բացեց կյանքի ճշմարտությունը, կյանքի ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ երկնքի արքայություն։ Ինչ է լինելու սրբերի հետ դրանից հետո։ Այնտեղ ասվում է, որ նրանք կկարողանան տիրանալ մի ժամանակ կորցրած երկնային արքայությանը։ Մենք չենք կարող ինչ-որ բան վերականգնել պարզապես սպասելով, ինչպես որ չենք կարող սպասել, որ խուրման ծառից ընկնի։ Երբ մենք նվիրում ենք մեր սիրտը, միտքը, նույնիսկ կյանքը, ինչպես անկախության ակտիվիստները, ովքեր ամեն ինչ նվիրեցին իրենց երկրին, ժողովրդին, ապա մենք կարող ենք վերականգնել կորցրածը։ Ապա ինչ է հոգոր առումով։ Հինավուրցը եկավ, վերականգնեց կորածը։ Քանի որ մենք ուսմունքներ ստացանք երկնային հորից, երկնային մորից, այժմ մենք գիտենք մեր իրական ինքնությունը, մեր հոգոր անկախության շարժման կարողությունը։ Ահա թե ինչու ենք մենք իրականացնում այս շարժումը։ Ինչպես ենք մենք իրականացնում հոգոր անկախության շարժումը։ Մենք քարոզում ենք ավետարան, նոր ուխտի 3 ժամանակների 7 տոները, բոլոր ազգերին։ Հուսալով, որ կկարողանանք հայտնել, որ փրկության ուղին այս ճշմարտության մեջ է։ Կցանկանայի եզրափակել քարոզս։ Շատ շնորհակալ եմ։